Ինչպես նշեց արդեն պարոն Ապետյանը, նույն հաշվապահական նույն հաշվապահական ծառայությունների հարկման բեռի ավելացումը ուղղակիորեն ազդելու է հենց փոքր եւ միջին բիզնեսի վրա, այո, տարվա կեսից հարկման ռեժիմի փոփոխությունը անընդունելի է, մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնելու հաշվառման տեսանկյունից, բացի դա գների փոփոխության առումով, բնականաբար հաշվապահական ծառայությունների գները չեն կարող նույնը մնալ եւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ստիպված են լինելու շրջանառության հարկի հաշվարկի բարդացումով պայմանավորված դիմել մասնագիտական ծառայությունների, իսկ մասնագիտական ծառայությունները հենց իրենց հարկման ռեժիմի փոփոխության պայմանավորված ստիպված են լինելու ավելի բարձր գի սահմանել, ինչը բնականաբար տարվա կեսից անընդունելի է, քանի որ բիզնեսի ներկայացուցիչները իրենց տարեկան բյուջեն ունեն եւ այստեղ էլի խնդիրների են բախվելու։ Մենք բնականաբար կողմ ենք բարեխիղճ հարկեր վճարելուն, սակայն այստեղ մեծ հարց է առաջանում, արդյոք սա կհանգեցնի հարկերի ավելացման, թե հակառակը ստվերում գործող հաշվապահների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ եւ ովքեր էլ բարեխիղճորեն վճարում էին, միգուցե արդեն մոտիվացված լինեն գնալու ստվեր, որովհետեւ կկարողանան ավելի մրցակցային գին առաջարկել նույն փոքր եւ միջին բիզնեսին։ Այդ պատճառով տարբեր քննարկումների ժամանակ առաջարկվել էր գոնե տեղափոխել 26 թվականի հունվար ծելու եւ ստվերի խնդիրը եւ նաեւ առանց ցնցումների փորձել թե փոքր եւ միջին բիզնեսը եւ թե հաշվապահական ծառայություններ մատուցողները ադապտացվեին այս փոփոխություններին, սակայն ոչ մի ադեդան չեղավ այս առումով եւ հուլիսի 1-ից այս փոփոխությունները ուժի մեջ մտան։ Կարելի է նաեւ տարբերակված մոտեցում կիրառել, ինչի մասին էլ ենք նշել, կախված նրանից ծառայությունները մատուցվում են խոշոր բիզնեսին, թե միկրոձանարգատիրության սուբյեկտներին կամ շրջանառության հարկի համակարգում աշխատողներին, որպեսզի իրենց համար նաև հաշվապահական ծառայությունների գնի բարձրացմամբ լրացուցիչ բեռ չառաջանար։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հելմինե Թովմասյան։ Ուրեմն տեսեք, հունիսի 1-ից ուրեմն մեզ տրված է, որ հունիսի 1-ից մենք պետք է գույքագրենք, որը ինքը արդեն ինքնըստինքյան հաշվապահություն հանք ծախսեր է, որտեղ հաշվապահն այդ 5-10 րոպեվա փոխարեն ծախսեր օրվա մեջ մի քանի ժամ պետք է տրամադրի մեզ, դա ինքնըստինքյան գնի աճում է եւ դրան պլյուս 1 ամիս հետո հաշվապահական բոլոր ծախսերն է մեծանում, որը պարզ ի սկզբանե ցույց է տալիս, որ դա մանր ու միջին բիզնեսի համար հասանելի չի այդ ծախսերը, այդքան բարձր ծախսերը հաշվապահությունը։ Մենք որ ասում ենք, հենց սա ենք ասում։ Անկախ ամեն ինչից, եռակի կթանկանա, քառակի իրանց ժամանակի հատվածը, որ ինչքան ժամանակ են տրամադրում իրանց ծախսերը, պլյուս արդեն ամսի 7-րդ ամսի 1-ից էլ նույն ձև կրկնակի եռակի կբարձրանա, կհասնի 200,000-ի կարգի, որը որ հասանելի չի ցանկացած բիզնեսով զբաղվող։ Հիմա այս 2300 ստորագրությունը եք անում եւ ակնկալիքները մուտք են անում, ակնկալիքները արդեն կերևա իրանց պատասխանը։ Կարծում եք, որ ստորագրությունը Կարծում եմ, փորձում ենք բոլոր ճանապարհները։ Մենք փորձում ենք բոլոր ճանապարհները, որոնով վերջում արդեն ասենք վերջնական։ Էլի մարզերից էլ կան այդտեղ տնտեսվարություն։ Այո, ունենք Գյումրիից, ունենք Հոկտեմբերյանից, ունենք Էջմիածինից, ունենք Մասիսից, ունենք Արտաշատից։ Շատ հեռուները չեն կարողացել, որովհետև լսեցիք, որ մի քանի օրվա մեջ ենք այս ամեն ինչը կազմակերպել, որ տեսնենք ինչ կլինի, բայց քաղաքում էլ ունենք տեղեր, որ չեն կարող, սա մի հոգու բան չէ։ Նաև կարող է, եթե ինչ-որ խնդրենք մեկին, որ զբաղվի կամ մի քանի հոգով զբաղվենք, բնականաբար մարդիկ չեն ճանաչում, չեն իմանում ինչի տակ են ստորագրում, այսօր բոլորս գիտենք, որ մարդը փոքր ու միջին բիզնեսը օրենքներ չգիտի, ինքը կարող է վախենա չստորագրի։ Դրա համար պետք է մեզանից ներկայացուցիչ լինի, իսկ մեզանից ներկայացուցիչը բնականաբար չի կարող այդքանը հասցնել մի քանի օրում հավաքել։ Դա արդեն փաստացի պարզ երևում է։ Այսօր դադարեցնում եք ակցիան, սպասեք մինչև պատասխանի։ Դեռ կորոշենք, դադարեցնում ենք թե չէ, դիմումը հանձնենք։ Եթե թույլ կտաք մի դիտարկում անեմ, տեսեք, վերջի ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ օրենսդրական փոփոխությունները որ կատարում են,
Սերգեյ Խաչատրյան, ես ինքս հաշվապահական ընկերության տնօրեն եմ եւ օրենսդրական փոփոխությունների քննարկման բոլոր ֆորմատների մասնակցել եմ։ Մեր ձայնը լսելի չի եղել եւ հենց դրա հետ կապված եմ ուզում քիչ առաջ գործընկերս ներկայացրեց թե ինչ խնդիրներ կառաջանա հաշվապահական իրավաբանական ընկերությունների մասով տարվա կեսից հարկման դաշտի փոփոխությունը չեմ ուզում կրկնվել։ Մեկ այլ ուրիշ բան եմ ուզում ասել, որ այսօր կառավարությունը ընդունում է օրենքներ եւ հետագայում հասկանում է, որ փոփոխությունները սխալ է կատարվել եւ որպես արդարացում նշում է, որ օրենքը պետք է ընդունենք, դրանից հետո կյանքի կոչվեն, որ հասկանանք թե ինչ բացթողումներ կան։ Այնինչ այդ փոփոխությունների նախագծի փուլում մենք բոլորս դիտարկումները ասում ենք, ինչպես տեսնում ենք այսօր բողոքի ակցիաներ են կատարվում հենց փոքր եւ միջին բիզնեսի կողմից, որ կյանքի կոչվել եւ մեծ խնդիրներ կան, նույնը միկրոձեռնարկատիրության համակարգի հետ կապված։ Մենք ժամանակին բոլոր խնդիրները բարձրացնեցին, չլսեցին, հետո սկսեցին նահանջ կատարել։ Այսօր էլ մենք ասում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում հարկային մուտքեր չեն ավելանալու, հակառակը օրինապահ հարկոչարողները անցնելու են ստվերի դաշտ։ Հետագայում, որպեսզի հետ չկանգնեն իրենց խոսքից, մենք այսօր ֆիքսում ենք, որ մենք արձանագրել ենք, նշել ենք, մտահոգությունները բարձրաձայնել ենք, որ այդ փոփոխությունները մի կատարեք։ Այսքանը։